Բացի Թուրվանտաքուրոյից աշխարհում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չկար, որ խնամեր որբին, ուստի Թուրվանտաքուրոն առանց որևէ որոշում կայացնելու վերցրեց Թորիկին, փաթաթեց սև շալի մեջ, տարավ տուն։ Վահան Թոթովենց բաց կապույտ ծաղիկներ։ Թոթովենցի բաց կապույտ ծաղիկներ պատմվածքը մեծ էկրանին դարձավ կտորմը երկինք ու պատմեց որբ Թորիկի ճակատագիրը հայկական մի համայնքում 1935 թվականին։ Այսօր Հայաստանում ընտանիքից դուրս խնամքի տարբեր հաստատություններում մեծանում է 3500 երեխա։ Մասնավորապես աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության 14 մանկատուն գիշերօթիկներում խնամվում է 1431 երեխա։ Նրանցից մոտ 52%-ը 2 ծնող ունի, 22%-ը 1 ծնող։ Պետության խնամքի տակ գտնվող երեխաների միայն 4%-ն է երկկողմանի ծնողազուրկ։ Հայաստանի օրենսդրությամբ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են խնամել 3 տեսակի ընտանիքներ՝ որդեգրող ընտանիքը, խնամակալները, որոնք երեխայի ազգականներն են, եւ Հայաստանում գործող նոր տեսակը՝ խնամատար ընտանիքը, որը երեխային խնամում է ոչ պակաս սիրով ու ջերմությամբ, բայց սահմանված գումարով եւ պայմանագրային պարտավորություններով։ Ուզում եմ ամուսնացնեմ, մի հատ էլ իր երեխուն տենամ, իր երեխու համար էլ դառնամ պապիկ։ Վազգեն Թադևոսյանը խնամատար հայր է փորձնական ծրագրի առաջին մասնակիցներից։ 3-ամյա Հայկանուշը Թադևոսյանների ընտանիք մտավ 10 տարի առաջ։ Նրանց հոգեզավակն է պայմանագրային աղջիկը։ Խնամատարության առաջին ծրագրերն իրականացվեցին միջազգային կազմակերպությունների միջոցներով։ Ընտանեկան օրենսգրքում ամրագրվեց խնամատարության ինստիտուտը, որպես այլընտրանք փակ հաստատությունում մանկատուն գիշերօթիկում ապրող երեխայի համար։ 2005 թվականին դեռևս ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ իրականացրեց խնամատար ինստիտուտի ներդրման փորձնական ծրագիրը եւ արդյունքում մենք ունեցանք 25 խնամատար ընտանիքներ։ Երեխան պետք է մեծանա ընտանիքում խնամատարության համակարգի ձևավորման գործը պետությունն ստանձնեց բազմաթիվ հայեցակարգերով ու ռազմավարական ծրագրերով։ Ըստ այդ փաստաթղթերի, եթե երեխան չունի ընտանիք կամ իր կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորություն, օգնության են գալիս խնամատար ծնողները, այսպես նաև պետությունը խնայողություններ կանի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրություն։ Մանկատներում պետության կողմից յուրաքանչյուր երեխային հատկացվում է տարեկան մոտ 3800 ԱՄՆ դոլար, մինչդեռ խնամատար ընտանիքների դեպքում այն 2800 դոլար է։ Խնամատար համակարգի ներդրմամբ 5 տարում պետությունը կխնայեր մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար։ Այնինչ 10 տարում ընդամենը 65 երեխա է մեծացել խնամատար ընտանիքում։ Պատրաստված եւ ուսումնասիրված ընտանիքներ չկան։ Մարդիկ կան, որ անշուշտ համաձայն են եւ խանդավառ են։ Մարդիկ կան, որոնք գուցե սովորեն հին մոդելներին եւ ավելի հեշտ էր, հա։ Շատ տարբեր են որոշում կայացնողները կամ ի վերջո քաղաքականություն վարողները։ Խնամատար ընտանիքները պատրաստելու գործընթացը դա բավականին ենթադրում է ճկուն մեխանիզմներ, այսօր երբ ասում ենք իրավական կարգավորումներ եւ վերանայում խնամատար ընտանիքի ընտրության հետ կապած, այս բացերն են, որ պետք է լրացվեն։ Խնամատարության հայեցակարգն արդեն ընդունվել է, ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները պատրաստ են։ Դրանցով պետք է հստակեցվեն հոգեցնող, հոգեզավակ հարաբերությունները, սահմանվեն խնամատարության տեսակներն ու ժամկետները։ Սկսել է խնամատար ծնողների թեկնածուների ուսումնասիրությունը։ Հավակնորդ ընտանիքները պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն, տիրապետեն մանկատներում ապրած դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ շփման հմտություններին։ Ընտրությանը մասնակցելու են համայնքային մարմինները, որոնք տեղեկություններ ունեն ընտանիքի համբավի, կայուն եկամուտների մասին։ Խնամատարության դիմաց տրվող գումարը ոչ մի դեպքում չպետք է ընտանիքի ապրուստի միակ միջոցը լինի։ Մենք այսպեսով փնտրում ենք ջերմությամբ լի, պատրաստական, երեխաներ սիրող,
ընտանիքների, բայց որոնք պատրաստ են դառնալ պրոֆեսիոնալ մանկավարժի պես, հոգեբանի պես, սոցիալական աշխատողի պես։ Խնամատար ընտանիքն ու այդտեղ ապրող երեխան անընդհատ դիտարկվելու են սոցիալական ծառայողի կողմից։ Երեխայի հարմարավետություն նստուգող այցելություններ կարող են լինել օրվա ցանկացած ժամի ու առանց նախազգուշացման։ Հաշվի է առնվելու ամեն ինչ՝ երեխայի քաշը, սնունդը, հիգիենան, հագուստը, վարքը։ Խնամատարության մոդելի նպատակը երեխային իր հարազատ ծնողներից կտրելը չէ, այլ ապահով ընտանեկան միջավայրում խնամելն ու փայփայելը, մինչև երեխայի կենսաբանական ընտանիքի խնդիրները լուծվեն, փոքրիկի վերադարձնել ցանկալի դառնա։ Եթե երեխան ծնողներ, որդեգրող ու խնամակալ չունի, խնամատարության մոդելը դառնում է ընտանիքում մեծանալու միակ հնարավորությունը։ Փորձագետներն ընդգծում են, երեխայի պաշտպանության ոլորտի բարեփոխումները կհաջողվեն միայն մեկ դեպքում, եթե բոլոր բաղադրիչներն առաջ գնան համատեղ եւ մինչեւ վերջ։ Աջակցություն կենսաբանական ընտանիքին, համայնքային ծառայությունների ամրապնդում, ներառական կրթության ներդրում, խնամատարություն։ Պետք է ունենանք երաշխիքներ, որ ապագայում այս համակարգի ներդրումը շարունակվելու է ֆինանսավորվել այնպես, ինչպես պետության կողմից շարունակվելու է ֆինանսավորել այնպես, կամ այն գումարի սահմաններում, ինչքան որ ներկայումս ֆինանսավորվում են հաստատությունները։ Մինչև 2018 թվականը մանկատներից եւ գիշերօթիկներից պետք է հեռանա 80 երեխա, ուղղությունը խնամատար ընտանիքներ։ Մինչ այդ պահանջվում են տաք սրտով հմուտ ծնողներ, ովքեր կընդունեն, կճանապարհեն հոգեզավակներին ու կսպասեն նորերին, հիմնադրելով պայմանագրային ծնողների առաջին բանկը Հայաստանում։